Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եկել եք այստեղ, ինչ եք կարծում այս պահանջագիրը, որ ներկայացվեց եւ այս հանրահավաք արդյոք արդյունք կտա եւ ականջալուր կլինի իշխանությունը։ Կարծում եմ, որ մեր հայ ժողովուրդը գիտակից կտրվի եւ իր պահանջը հասցնի մինչեւ վերջ, կարողանանք այս թուրքահապատակ իշխանությունից պահանջենք այն ինչ պահանջում են մեր սիրելի արցախցիները։ Ես բազմիցս ասել եմ, որ այս թուրքահապատակ իշխանությունները տանում են մեր երկիրը կործանման, որոնք որ եկել են իշխանության անգլո-թուրքական ծրագրով եւ այսօր մուրում են Ադրբեջանից խաղաղություն, որը որ մեզ երբևիցե չի տատա։ Այ խաղաղության խաչմերուկ են ասում, իմաստ չունի, իմաստազուրկ խաղաղության հասնելու։ Իրենց բերված խաղաղությունը, որ ուզում են մեր հայ ժողովրդի համար բերեն, դա ես համարում եմ իմաստազուրկ խաղաղություն։ Մեզ պետք է համախմբված ուժեղ խաղաղություն կարողանանք ձեռք բերենք մեր ժողովրդի համար։ Ուժեղ խաղաղության հասնելու համար պետք է մեր ժողովուրդը համախմբվենք, ստեղծենք ուժեղ պետություն, ուժեղ ազգ, ուժեղ բանակ, որ կարողանանք հաղթանակենք դուրս գանք հաղթանակով։ Ես այդքան ենք, որ իշխանությունն ասում է, որ Արցախի հարցը անընդհատ բայելով վտանգելու է Հայաստանի խաղաղությունը։ Եվ այդ հարցը պետք է հնարավորություն մնալու ցանկալի է որ մնա։ Միանան շտաբի գործունեությանը։ Այսինքն այս իշխանը թուրքամետ իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով։ Մեր ժողովուրդը պատերազմից չի վախենում։ Ես ասել եմ ու ասում եմ, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, երկիրը պատրաստենք պատերազմի, ժողովուրդը պատրաստենք պատերազմի։ Եթե փորձենք ամեն օր մուրենք խաղաղություն, Ադրբեջանը երբևիցե խաղաղության չի գնալու մեզ հետ։ Մենք պետք է ուժեղ լինենք, որ Ադրբեջանի դեմ պատերազմենք։ Այլ ընտրանք չկա, սիրելի ժողովուրդ։ Եթե սրանք այս թուրքամետ իշխանությունները փորձում են մեզ վախեցնել պատերազմով, թուրքը երբևիցե չի հանգստանալու մեզ հետ փորձելու կապիտուլյացիոն ակտ ստորագրելու։ Կապիտուլյացիոն ակտը ստորագրելու այն ժամանակ, երբ որ բանակը լուծարվի, երբ որ իր բոլոր պահանջները իրականացնի։ Այդ պահանջներն էլ գիտեք մեզ համար, դա կապիտուլյացիոն ակտն է, որը որ կորցնում ենք մեր պետականությունն ու անկախությունը։ Ինչ եմ ուզում ասեմ մեր հայ ազգին, հայ ժողովրդին, որ ժողովուրդ ջան, պետք է ոտքի կայնենք, ազատվենք այս թուրքամետ իշխանությունից, որ կարողանանք ունենանք հզոր երկիր, հզոր բանակ։ Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է եւ այդ գործունեությունը իրենք շարունակելու են հակառակ այդպես ասած Ադրբեջանի ապակառուցողական որոշմանը։ Իսկապես ամեն ինչ անվտանգ է, իսկապես հանրային տրամադրությունները այսպես ասած խաղաղ են եւ անհանգստանալու պատճառներ չկան։ Ես ասել եմ ու ասում եմ, եթե կա մեկը, որ ասել է, որ այնտեղ խաղաղ է, հանգիստ է, գլուխը պատին է տալիս։ Անվտանգ է, գլուխը պատին է տալիս։ Եթե անվտանգը թող իրենց զավակներին բերեն դպրոց, Կիրանցում կամ Ոսկեպարում ապրեն իրանք։ Եթե անվտանգ է, նա անվտանգ բան չկա։ Սահմանը բացել են հակառակորդի դեմը, զորքերը հետ են քաշել, կազմալուծել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանական դիրք։ Հավաքի հարգելի մասնակիցներ, ամենաքաղաքական այսօր այստեղ անել, դա կոչ է ուղղված բոլոր մասնակիցներին, որ հանկարծ մի րոպե անգամ չվախենաք այստեղ հավաքված ոստիկանության զորքերի